Ողջույն բոլորին, այս տեսանյութում կխոսենք լիալուսնի մասին, որը տեղի կունենա ապրիլի 2-ին, Հայաստանի ժամանակով առավոտյան ժամը 6:11 Կշեռք նշանում։ Այս լիալուսինը համարվում է վարդագույն լիալուսին։ Այս լիալուսնի անվանումը տվել են նրա համար, որովհետև այս ժամանակ ծաղկում են վարդագույն վայրի ծաղիկները։ Նաև համարվում է զատկի լուսին, ձկան լուսին, այնպես որը բավականին շատ անուններ ունի իհարկե, բայց ոչ բոլորն եմ թվարկում։ 2026 թվականի ապրիլի 2-ի այս լիալուսինը գարնան առաջին լիալուսինն է։ Իսկ վարդագույն լուսինը դա խորհրդանշում է նորացումը, աճը, հունվարից սկսված ամեն ինչ, ինչը որ ստեղծել եք, ոնց որ ասում է, ցանել եք, հիմա սկսում է նոր ակտիվանալ։ Իսկ ընդհանրապես լիալուսինը լուսավորում է, այսինքն մարդը կցանկանա, դե ինքը ընդհանուր առմամբ ամեն ինչ է լուսավորում, բայց այստեղ մարդիկ կցանկանան առաջ շարժվել միայնակ, եւ ուրիշների հետ այդ համագործակցումը կարող է լարվածություն առաջանա։ Այս լիալուսինը մեզ հրավիրում է հավասարակշռություն փնտրել ինքնահաստատման եւ փոխզիջման, անձնական նախաձեռնության եւ հարաբերություններում նվիրվածության միջեւ։ Սա հարմար ժամանակ է հակամարտություններից հետ կանգնելու, համաձայնությունները պարզաբանելու եւ արդար հիմք դնելու համար։ Եվ այս լիալուսինը մարդկանց մոտ առաջացնում է կենսունակություն, բայց նաև անհամբերություն, մարդիկ ուղղակի համբերատար չեն լինի։ Սա լավ ժամանակ է որոշումներ կայացնելու եւ գործողություններ ձեռնարկելու համար։ Բայց մի շտապեք ոչինչ անել, այդպես շատ արագ։ Ինչպես որ ասում են, բնությունը արթնանում է, օգտվեք այս էներգիայից, նախագիծ սկսելու, ինչ-որ մեկի հետ կապը վերականգնելու կամ պարզապես դուրս գալու եւ թարմոտ շնչելու համար։ Այս լիալուսինը կլինի խոյ եւ կշեռք առանցքում, իհարկե, խոյը դա մենք ենք, կշեռքը դա մեր զույգն է։ Նաև այլ մարդիկ, ում հետ որ մենք շփվում ենք, եթե ամուսնացած չեք կամ զույգ չունեք։ Քանի որ տեղի ունենալու կշեռք նշանում, ուղղակի այդ նշանը մեզ դրդում է, որպեսզի մենք լինենք ավելի հանդուրժող, ավելի հանգիստ, ներդաշնակ, երկխոսության գնանք, փոխզիջման գնանք, որովհետև դա էլ եմ ասում, մենք ենք եւ դիմացինը, որովհետև կարող է լարվածություն առաջանալ ձեր եւ ձեր զույգի կամ ձեր եւ մարդկանց միջեւ, հաճախորդների միջեւ, թշնամիների միջեւ։ Մարդը պետք է լինի ուղղակի հավասարակշռված։ Քանի որ նաև ունենք լարված միացում այդ օրը Յուպիտերի հետ, ապա մի փոքր մարդիկ ամբիցիոզ կլինեն, ավելի էմոցիոնալ կլինեն, նաև Սատուրնի հետ ունենք լարված միացում, իսկ դա արդեն մարդկանց մեջ ավելացնում է լրջություն, պատասխանատվություն, այնպես որ իրոք այստեղ մարդկանց հարկավոր կլինի այդ պահպանել այդ հավասարակշռությունը։ Ձեր մեջ հիմնեք որևիցե որոշում, ձեր մեջ կայացրեք որևիցե որոշում երկարաժամկետ հետևանքներ ունենալու համար, որ դա լինի երկար, ճիշտ է ինքը, լիալուսինը այդ լուսինը նվազում այդքան չի կարելի ոչ նոր գործեր սկսել, բայց կարող եք նաև ավարտել, կարող եք ուղղել ձեր գործունեությունը այն ինչ որ դուք անում եք, կամ ինչ որ մի բանը փոխեք ձեր գործունեության մեջ, որ դա երկար կարող եք օգտագործել։ Կարող են տուժել այստեղ խոյերը, խեցգետինները, կշեռքները եւ այդ եղջյուրները։ Դուք պետք է հստակ որոշում կայացնեք ձեր ապագայի համար։ Գարունը իրոք արժե թարմ մտքեր էլ նաև առաջացնել ձեր մեջ եւ ուղղակի առաջ գնալ։ Ձեզ համար սա գործողության ժամանակն է։ Ցուլերը, առյուծները, կարիճները եւ ջրհոսները իրենք ավելի ճնշված կլինեք, որովհետեւ ստիպված պետք է լինեք որևիցե սովորություններից հրաժարվեք։ Եկվորյակները, կույսերը, աղեղնավորները եւ ձկները ձեզ համար դուք պետք է լինեք ավելի հարմարվողական եւ պետք է օգտվեք այս էներգիայից ձեր գործունեության ընթացքը ավելի ճիշտ հասկանալու, ուղղելու համար։
Իսկ հիմա արդեն անցնենք բոլոր կենդանակերպի նշաններին, ժամերը կլինեն մեկնաբանության բաժնում, կարող եք նայել, նաև կարող եք նայել ձեր ասցենդենտի նշանը, լուսնային նշանը եւ արևային նշանը։ Իսկ ովքեր որ գիտեն, թե որ տանն են գնում իրենց մոտ կշռք նշանը, ապա կարող եք նայել այդպես։ Լիալուսինը տեղի ունենալու կարիճի 12-13 աստիճանում, այնպես որ դուք կարող եք նայել, թե այդ աստիճանները ձեզ մոտ որ տանն են գտնվում եւ նայեք միայն այդ կենդանակերպի նշանի կամ հենց այդ տան մասին տեղեկատվությունը, երբ որ լսում եք, օրինակ ես ասում եմ, որ գտնվում է ձեր այս տանը։ Եվ ժամերը կարծես թե Հայաստանի ժամանակով ոչ թե 6:11 է, այլ մի փոքր ավելի շուտ է։ Այստեղ, որովհետև ես մեզ մոտի ժամերով եմ խառնել, կարծես թե Հայաստանի համար այստեղ ավելի շուտ է, ժամը 3-ին է կարծես թե։ Չէ, երևի ճիշտ եմ ասել, առավոտյան ժամը 6-ին է, որովհետև ես հիմա Ֆրանսիայում չեմ գտնվում եւ մի փոքր այստեղ դժվար է ժամերը համապատասխանացնել։ Համենայն դեպս կարծես թե եթե նայում եմ այստեղ ռուսական ծրագրով իմ տալիս է որ 6:11 է տեղի ունենալու։ Այնպես որ ինչ էլ որ լինի, միևնույնն է ինքը տեղի ունենալու գիշերը Հայաստանի համար եւ ոչ ոք չի նկատելու։ Իսկ ովքեր որ ապրում են արդեն մեկ այլ երկրում, կարող եք նայել ձեր ժամային գոտին, թե այնտեղ երբ է տեղի ունենում լիալուսինը։ Ինձ թվում է միևնույնն է դա ձեզ ոչինչ չի տալու, ոչինչ չի փոխելու։ Եվ ուղղակի նայեք ձեզ համար, թե որտեղ է գտնվում կշռք նշանը, հատկապես մոտավորապես կշռքի կեսը, եւ տեսեք հենց թե այդ տունը որն է ընկնում, եթե երկու տների միջև է ընկնում, կարող եք երկու տունն էլ նայել, որովհետեւ մի փոքր լուսին առաջ է գնալու արդեն միևնույնն է, երկու շաբաթվա ընթացքում դեռ ձեզ վրա ազդելու է, մի փոքր առաջ է գնալու եւ անցնելու է նաեւ այլ մյուս տուն։ Այնպես որ երկու տների մասին կարող եք լսել կանխատեսումը։ Եվ այսպիսով հարգելի խոյեր, դա ձեզ մոտ տեղի կունենա 7-րդ տանը, դա հարաբերությունների տունն է, եւ ովքեր որ ծնվել են այս քանի օրերին, մարտի վերջից 31-ից մինչև մոտավորապես ապրիլի 3-4-ը, ապա հաջորդ 12 ամսվա ընթացքում որևէ հարց իր ավարտը կունենա, կամ նաեւ դուք կստանաք որևէ արդյունքներ, ովքեր երեխա են ցանկանում կարող են իհարկե հղիանալ, եւ իհարկե մնացած խոյերի համար, սա միայն վերաբերվում էր հոբելյարներին, այս լիալուսինը կարող է ձեզ տալ որևէ հարցերի վերջնական լուծում, կապված ամուսնության, բաժանման եւ գործընկերոջ հետ, հնարավոր են գործարքների ավարտ, օրինակ արք ու վաճառքի, հնարավոր են ավարտվել որևէ պայմանագրեր, նաեւ դա կարող է լինել աշխատանքի հետ կապված պայմանագրի խզում, իհարկե գործընկերների միջև։ Նաեւ հնարավոր է վերջնական ստորագրություն, պայմանագրի կնքում եւ սկսեք արդեն միասին աշխատել, չնայած սկսելու համար այդքան էլ բարենպաստ չէ։ Որոշ գործարքներ, գործեր կապված ձեր հաճախորդների հետ կարող է ավարտեք, օրինակ ավարտեք իրենց աշխատանքը կամ վերջնական պայմանավորվեք, որ դուք եք անելու իրենց պատվերը։ Հնարավոր է նաեւ ավարտվեն որևէ դատական հարցեր կամ պարզություն կմտնի այդ գործընթացում։ Եթե որևէ հարցեր կային անհայտ ձեր հարաբերություններում կապված ձեր զուգընկերոջ հետ, ապա կպարզանա դա։ Ձեզ համար արդեն ավելի պարզ կլինի ամեն ինչ։ Միգուցե նաև ինչ-որ մեկի սիրո խոստովանությանը արժանանաք։ Նաև կարող եք վերջնական որոշում կայացնել, ուզում եք եւս երեխա ունենալ, թե ոչ։ Հարգելի ցուլեր, այս լիալուսինը տեղի կունենա ձեր 6-րդ տանը։ Հնարավոր է աշխատանքի ընդունվեք, նաև հակառակը կարող է որևէ աշխատանքային պայմանագիր ավարտվի այս քանի օրը կամ այս 2 շաբաթվա ընթացքում։ Կարող է եւ ձեր աշխատակիցներից որևէ մեկը հեռանա աշխատանքից։ Ոմանք կարող են իրենց օգնական վերցնել, քանի որ կարող է դժվարանում եք երեխային խնամել կամ տան գործերն անել։ Կարող է փոխվել նաև ձեր տնօրենը։ Կվերջանա նաև որևէ պրոյեկտ կապված ձեր հաճախորդների հետ։ Այն ամենը, ինչը կապված է աշխատանքի հետ կամ տեղափոխվելու մեկ այլ աշխատանքի հետ, դա ձեզ համար ավելի պարզ կլինի այս 2 շաբաթվա ընթացքում։ Ովքեր դեղորայք կամ բուժում էին ստանում, դա էլ կավարտվի։ Նաև զբաղվեք ձեր առողջությամբ, այս լիալուսինը ցույց կտա ձեր թույլ տեղերը
Եվ եթե որևէ տեղ ցավում է, ուրեմն զբաղվեք դրանով, մի հետաձգեք։ Կարող է դուք պետք է փոխեք ձեր օրվա ռեժիմը։ Մտածեք, թե ինչից կարող եք հրաժարվել այս 2 շաբաթվա ընթացքում ձեր առողջության համար։ Այս լիալուսինը նաև կարող է դուրս հանել հին խնդիրները, որոնք պետք է լուծեք եւ ավարտեք։ Հարգելի եկվորյակներ, այս լիալուսինը տեղի կունենա ձեր 5-րդ տանը, սիրո զգացմունքների տանը։ Հնարավոր է ձեզ համար ավելի պարզ դառնա դիմացինի զգացմունքները, սերը դեպի ձեզ։ Կարող է որևէ մեկը խոստովանի իր սերը, նաև որևէ նվեր կարող եք ստանալ, նաև շահել որևիցե բան։ Ոմանք կարող են ծանոթանալ հակառակ սեռի ներկայացուցչի հետ, ռոմանտիկ հանդիպումներ կարող է ունենաք։ Ձեր հարաբերությունները կարող են տեղափոխվել մեկ այլ հարթության վրա։ Կվերջանա մեկ փուլը եւ կսկսվի արդեն հաջորդ փուլը։ Համենայն դեպս ինչ-որ բան պարզ կդառնա սիրո հետ կապված։ Եթե դուք ամուսնացած եք եւ ձեզ մոտ ամեն ինչ լավ է, ապա նորություն կլսեք ձեր երեխաների հետ կապված։ Հնարավոր է իրենց մոտ ինչ-որ մի բան փոխվի, օրինակ դպրոցը կամ քննությունների մասին իմանաք կամ մեկ այլ ավելի ինչ-որ, եթե մեծ երեխաներ ունեք, իրենց մասին ինչ-որ բաներ։ Ոմանք էլ կարող է դուրս գան աշխատանքից եւ զբաղվեն իրենց հոբիով։ Հնարավոր է ոմանց մոտ ավարտվի որևէ պայմանագիր եւ կամ կրկին պետք է թարմացնեք այն կամ ավարտեք այդտեղ ձեր գործունեությունը։ Ոմանք կարող են գնալ հանգստանալու, իսկ ովքեր ստեղծագործում են, հնարավոր է ավարտեք այն ինչում, որ հիմա դուք աշխատում եք։ Լիալուսինը նաև ավարտին է հասցնում ռոմանտիկ հարաբերությունները։ Եթե ձեզ մոտ խնդիրներ կային կամ ձևավորվել էր եռանկյուն հարաբերություններ, ապա պետք է ուշադիր լինեք։ Լիալուսինը կարող է բացել այդ գաղտնիքը եւ ամեն ինչ ավարտի։ Հարգելի խեցգետիններ, այս լիալուսինը տեղի կունենա ձեր 4-րդ տանը։ Դա ձեր անշարժ գույքի տունն է, ձեր ընտանիքը, ձեր հենց տունը։ Եթե որևէ գործարքներ ունեիք տան հետ կապված, ապա այն կարող է ավարտվել։ Նաև եթե ձեր բնակարանն եք վերանորոգում, դա եւս կարող եք ավարտել այս 2 շաբաթվա ընթացքում։ Միգուցե բնակարան եք գնում կամ վաճառում եւ պետք է որևէ գործարքներ կատարեիք, ապա դա ավարտին կհասցնեք։ Ոմանք կարող են տեղափոխվել, օրինակ եթե Վարշավա եք ապրում, հնարավոր է որ ավարտվի պայմանագիրը եւ տեղափոխվեք մեկ այլ բնակարան։ Հնարավոր է որ նաեւ ձեր հարազատներին է որևէ բնակարան հարկավոր կամ այդպես կգան որոշ ժամանակ ձեր տանը բնակվելու համար։ Եվ հնարավոր է որ ձեր երեխաներից որևէ մեկը տեղափոխվի եւ ապրի ձեզանից առանձին։ Ոմանք էլ կարող է իրենց ծնողների հետ սկսեն ապրել։ Ոմանք էլ կարող է գնան իրենց հայրենիք կամ նաեւ կցանկանաք փոխել ձեր ազգանունը։ Լիալուսի ժամանակ շատերն են իմանում, թե իրենց իրական ծնողներն ովքեր են։ Նա միշտ պարզություն է մտցնում։ Ճամփորդության, գրանցման, քաղաքացիության հարցերում կարող է եւս պարզություն լինել։ Պարզություն կլինի օտար երկրում փաստաթղթերի հետ կապված հարցերում։ Նաեւ նորություն կլսեք ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկի վերաբերյալ։ Հարգելի առյուծներ, այս լիալուսինը տեղի կունենա ձեր 3-րդ տանը։ Դուք հնարավոր է որևէ տեղ ճամփորդեք, նոր ծանոթություններ հաստատեք, նոր շփումներ, կարող է որոշ մարդկանց հետ շփումը սահմանափակեք կամ ավարտեք, քանի որ որոշ հարցեր կարող է պարզ դառնալ։ Նաև եթե ճամփորդում եք, ապա կվերադառնաք տուն։ Եթե որևէ կուրսերի եք հաճախում, հնարավոր է ավարտեք դրանք, նաև ուսումը կարող է ավարտեք։ Եվ մեկ այլ տեղ դիմեք։ Ոմանց հարևանը կարող է գնալ վաճառել եւ գնալ իր բնակարանից, կամ նաև ձեր քույրը եւ եղբոր վերաբերյալ որևիցե բաներ իմանաք։ Ինչ-որ բաներ կարող է պարզ դառնալ, պարզվել իրենց մասին, օրինակ, որ ցանկանում են ամուսնանալ կամ որ հղի են եւ այլն, շատ բան կա։ Այս լիալուսի ժամանակ հնարավոր է որ մեքենա գնեք, վերջապես ընտրեք որն եք ցանկանում եւ գնեք։ Կամ վաճառեք։ Կարող եք նաև վերանորոգումը կարող է ավարտվել իդեպ, եթե տվել եք վերանորոգման։ Կարող եք ստանալ ձեր փաստաթղթերը, մեքենայի տեղ անձնագիրը կամ վարորդական իրավունքը։ Հարգելի կույսեր, այս լիալուսինը տեղի կունենա ձեր 2-րդ տանը, դա ֆինանսների տունն է, եւ լիալուսինը միշտ արդյունքներ է տալիս։ Եթե դուք գումարի եք սպասում, ապա այն կստանաք։ Եթե որևէ բաներ եք պատվիրել եւ սպասում եք, ապա դուք այն կստանաք։
որևէ փաթեթներ կամ նաև նվերներ կարող եք ստանալ։ Եթե ֆինանսական օգնություն չեք ստանում, համենայն դեպս պատասխանը կստանաք, որ չեք ստանալու օրինակ։ Հնարավոր է նաև վարկերի փակման վերջին շաբաթը լինի եւ ավարտեք այն։ Հնարավոր է, որ վարկեր ձևակերպեք եւ վերջնական որոշումը կլինի այս 2 շաբաթվա ընթացքում։ Նաև վերաբերվում է մեր ռեսուրսներին, ոմանք կարող է սկսեն առողջ ապրելակերպ վարել, հետևեն առողջությանը, ավելացնեք ձեր էներգիան։ Երկրորդ տունը դա նաև մեր ձայնն է, հնարավոր է, որ ցանկանաք որևէ տեղում ելույթ ունենալ։ Այս լիալուսինը պարզություն կմտցնի ձեր ինքնագնահատականի համար, թե որքան եք դուք ձեզ գնահատում, ձեր ծառայությունները, եթե իհարկե դուք աշխատում եք հաճախորդների հետ։ Հարգելի կշեռքներ, հենց ձեր նշանում է տեղի ունենում այս լիալուսինը։ Առաջին տունը դա մենք ենք, մեր տեսքը, արտաքինը, ինչպիսին է մեր տեսքը ընդհանրապես։ Դուք պետք է հասկանաք, որ այս լիալուսինը ոչ թե ազդելու է ձեր որևիցե կոնկրետ ոլորտի վրա, այլ ձեր կյանքի բոլոր ոլորտների վրա են կարող է ազդել։ Կարող է փոխվել օրինակ ձեր ոճը, կամ վերջնական կորոշեք փոխել ձեր արտաքին տեսքը, մազերը, հագուստը։ Ոմանք էլ կցանկանան փոխել իրենց անձնագիրը, նաև անունը։ Հնարավոր է, որ դուք հիմա ձեզ ներկայացնեք ուրիշ ֆորմատով, նաև ուրիշ մասնագիտությամբ։ Ձեր եւ ձեր սիրելի հարաբերություններում պարզություն կլինի, կտեսնեք այն այնպես, ինչպես որ կա։ Նաև կարող է նոր ծանոթություն լինել, ինչպես նաև բաժանում։ Ոմանք կարող են անցնել նոր էտապ, ավելի լուրջ հարաբերությունների, ավարտեք այդ ռոմանտիկ վիճակը եւ ավելի լրջացնեք ձեր հարաբերությունները։ Կարող է որևէ վերջնական որոշում կայացնեք, թե ինչ եք անելու հետո, ինչպիսին է լինելու միասին կյանքը կամ հարաբերությունները։ Ոմանց հնարավոր են ամուսնության առաջարկ անեն կամ սիրո խոստովանություն։ Եվ ովքեր կզգան այս լիալուսինը, ում ասցենդենտը 9-ից 15 աստիճան կշեռք է։ Եվ որևէ կարևոր նորություն կստանաք աշխատանքի հետ կապված։ Հարգելի կարիճներ, այս լիալուսինը տեղի կունենա ձեր 12-րդ տանը, դա ազատման եւ ավարտի տունն է։ Լիալուսինը ձեզ հենց դա էլ տալու է։ Կարող եք ազատվել որևէ բաներից, կարևոր որոշումներ կայացնեք։ Ինչ որ բաներ կարող է վերջանալ, պարզ դառնալ ձեզ մոտ։ Որևէ բան կարող է ձեզանից հեռանա, տակ ուրիշին օրինակ, եւ ազատվեք դրանից։ Գուցե տնից ինչ որ մի բան հանեք։ Որևէ բաներ ավարտին կհասցնեք, կվերջացնեք։ Ինչ որ գործեր, որոնք որ մնացել էին, ովքեր խնդիրներ կամ որևէ գործեր ունեին անավարտ օտար երկրում, ապա այն կարող է ավարտվել, վերջնակետ լինի։ Կարող է վերջապես ստանաք վիզա կամ վերջնական որոշեք, որ գնում եք մեկ այլ երկիր։ Որևէ հարցերում կարող է պատասխաններ ստանաք, որևէ բան ձեզ համար արդեն պարզ լինի։ Այն ինչ որ գաղտնի էր, որտեղ դա գաղտնիության տունն է, թաքուն էր։ Նաև կարող է ցանկանաք առանձնանալ, մնալ միայնակ, ոմանք կարող են նաև ազատվել բանտերից։ 12-րդ տունը դա նաև հիվանդանոցն է, հնարավոր է, որ կամ գնաք ստուգվելու կամ որևէ վիրատություններ կատարեք։ Շատ լավ է վիրատություններ կատարել նվազող լուսնի ժամանակ, այս հետագա 2 շաբաթների ընթացքում։ Ոմանք կարող են ստանալ ժառանգություն կամ որևէ process-ի ավարտը։ Դա կարող է լինել, ինչ որ։ Նաև հնարավոր է, որ ձեր կյանք վերադառնա նախկին հարցերը, որպեսզի դրանք ավարտին հասցնեք։ Դրանք այն հարցերն են, որոնք որ միշտ հետաձգել եք։ Եվ այս լիալուսինը ձեզ ցույց կտա, թե ինչից պետք է բաժանվեք, ինչին պետք է վերջակետ դնեք եւ ինչ պետք է նվիրաբերեք։ Հետևեք ձեր կյանքի նշաններին, նրանք ձեզ անպայման ցույց կտան դա։ Հարգելի աղեղնավորներ, այս լիալուսինը տեղի կունենա ձեր 11-րդ տանը։ 11-րդ տունը դա ապագայի տունն է եւ անցյալի արդյունքների տունը։ Այս լիալուսնի ժամանակ դուք կստանաք որևէ արդյունքներ, եկամուտներ, հնարավոր է որևէ ֆինանսական եկամուտ, ձեր կատարած աշխատանքի համար։ Նաև կարող է հարաբերությունների արդյունքներ լինել, հնարավոր է որևէ մեկի հետ վերջնակետ դնեք, կամ ձեզ համար պարզ դառնա որևէ հարց, եւ անձնական, եւ ընկերական ոլորտում։ Ոմանք կարող են հղիանալ կամ երեխա ունենալ, կամ կարող է ձեզ, ձեր ընկերներից ոմանք ծանոթացնեն որևէ մեկի հետ, հակառակ սեռի հետ։ Եվ այս լիալուսնի ժամանակ շատերի երազանք եւ ցանկությունները կիրականանան։ Հնարավոր է, որ
Ոմանց մոտ փոխվեն իրենց պլանները, նպատակները, ունենաք նոր երազանքներ։ Կսկսեք մտածել ձեր քայլերի մասին, որոնք պետք է կատարեք, որպեսզի հասնեք ձեր նպատակներին և ցանկություններին։ Ընկերների մասին կարող են որևէ հարցեր իմանաք, որոշ պարզություններ կմտնեն ձեր հարաբերությունների մեջ։ Նաև կամ կիմանաք որևէ բաներ ձեր ընկերների մասին։ Լիալուսնի ժամանակ շատերն են վերջնակետ դնում ընկերությանը։ Հնարավոր է, որ ոմանք վերադառնան ձեր կյանք, ոմանք հեռանան, կամ իհարկե դուք հանեք իրենց։ Հնարավոր է նաև, որ ձեր ընկերներից ոչ մեկը գնում է հեռու օտար երկիր եւ այդպես եք ուղղակի բաժանվում իրարից։ Եթե դուք աշխատում եք on-line սոցցանցերով, այդ ոլորտում էլ ձեզ համար որևէ պարզություն կլինի, կլուսավորվի որևիցե բան, որ վերջ աշխատում եք այնտեղ, թե փակում եք գնա։ Ոմանք էլ կարող են ավարտել այդ աշխատանքը եւ զբաղվեն արդեն մեկ այլ գործերով։ Հարգելի այցեղջյուններ, այս լիալուսինը տեղի կունենա ձեր 10-րդ տանը, դա կարիերայի կարգավիճակի տունն է։ 10-րդ տնով մարդիկ սովորաբար հայտարարում են, թե իրենք ովքեր են, ինչ մասնագիտություն ունեն, ինչ մասնագետ են, որով իրենք սկսում են երևալ, հանրությանն են ներկայանում իրենց դեմքով։ Լիալուսինը կլինի 2 շաբաթ իհարկե ազդեցությունը եւ պարզություն կմտնի ձեր աշխատանքում, ձեր բիզնեսում, ձեր կարիերայում։ Հնարավոր են ավարտվել որևէ պրոյեկտներ կամ կարող է փոխվել ձեր տնօրենը։ Որևէ տեղեկություն կարող եք իմանալ այն կազմակերպության մասին, որտեղ որ դուք աշխատում եք։ Ոմանք կարող է որոշեն փակել իրենց բիզնեսը կամ վաճառել եւ սկսել նոր գործով զբաղվել։ Եթե դուք աշխատում եք որևէ մեկի մոտ, հիմա կարող է որոշեք աշխատել ինքներդ ձեզ համար։ Փոխեք ձեր կարգավիճակը։ Ոմանք էլ կարող են ստանալ նոր պաշտոնի առաջարկ կամ կցանկանաք ավարտել ձեր աշխատանքը եւ գնաք թոշակի։ Ձեր կարգավիճակի պարզություն կլինի, թե ինչ դիրքում եք դուք հիմա գտնվում։ Նաև կարգավիճակը դա վերաբերվում է ամուսնությանը։ Ոմանք կարող են որոշել բաժանվել կամ կստանաք ամուսնության առաջարկ։ Եվ իհարկե ոմանք էլ կարող են հղիանալ կամ լսել, որ որևէ մեկը հղի է կամ ծննդաբերություն է կամ դուք կծննդաբերեք։ Ոմանք էլ կարող են տեղափոխվել մեկ այլ տեղ աշխատանքի համար կամ ձեր աշխատանքի համար կամ ձեր զուգընկերոջ։ Հարգելի ջրհոսներ, այս լիալուսինը տեղի կունենա ձեր 9-րդ տանը։ Դա ձեզ համար ճամփորդության ժամանակն է։ Հնարավոր է, որ նաև դա հանկարծակի գնաք կամ արդեն իսկ պլանավորել եք, որ գնաք։ Բոլոր հարցերը կապված օտար երկրների հետ, փաստաթղթերի հետ, իրավաբանական հարցերը եւ այլն, այդ ամբողջին վերջնակետ կլինի, կավարտվի։ Որոշ հարցերի պատասխաններ կստանաք, որոշ արդյունքներ, կարող են նաև որոշ հարցեր պարզաբանվել։ Ուսման համար եւս շատ լավ ժամանակ է, բայց հիշեք, որ լիալուսնից հետո լինում է նվազող լուսին, այս 2 շաբաթվա ընթացքում ասես ամեն ինչ ավարտվում է։ Կարող եք նորություններ լսել ձեր թոռների վերաբերյալ, միգուցե ծնվեն կամ հղիության մասին լսեք։ Լավ ժամանակ է որևէ բաներ գովազդելու համար։ Ընդհանրապես այդ տունը հաջողության տունն է, եւ դուք կարող եք իմանալ, որ որևէ հարցում հաջողության եք հասել։ Եթե ինչ-որ բաների պատասխան եք սպասում օտար երկրում կամ քննությունների պատասխան, ապա այն կստանաք այս 2 շաբաթվա ընթացքում։ Հարգելի ձկներ, այս լիալուսինը տեղի կունենա ձեր 8-րդ տանը, ֆինանսների տանը։ Որոշ ֆինանսական հարցեր կարող եք վերանայել, որևէ բաներ կվերահաշվարկեք։ Նաև կցանկանաք կրկին ներդրումներ անել։ Լիալուսինը միշտ ամեն ինչ լուսավորում է եւ ասես պարզություն է լինում։ Եվ արդեն կիմանաք ինչ անել եւ ինչպես։ Նաև կարող է ֆինանսական որոշ նորություններ լսեք։ Հնարավոր է որոշ գործարքների ավարտ լինի, կամ կարող է գումար ստանաք, նաև հնարավոր է, որ պետք է վճարեք որոշ գումարներ եւ այն էլ հանկարծակի։ Հնարավոր են հանկարծակի ծախսեր։ Նաև պարզություն կլինի, պարզություն կմտնի նաև ձեր հարկային գործերում, վարկերում, ձեր ամուսնու կամ կնոջ ֆինանսներում, նաև մեկ ուրիշի ֆինանսներում, եթե դուք ամուսնացած չեք։ Հնարավոր է այդ ամենը դուրս գալ ջրի երես եւ այդ ամենը բարձ դառնա բոլորին։ Միգուցե ձեր երկրորդ կեսը թաքուներ աշխատուն գումար։ Միգուցե նաև իր մոտ աշխատավարձը բարձրանա։ Այսքանը սիրելիներս,
Թող որ այս լիալուսինը միայն բացի ամենալավագույն պահերը, որովհետև լիալուսինից ոչինչ չենք կարող հասկանալ, թե նա ինչն է պարզաբանելու, ինչն է այդպես լուսավորելու, որ մենք մինչև հիմա չենք տեսել։